Հարգելի հեռուստադիտողներ, մենք վերադարձանք մեզ մոտ ֆանտաստիկ տրամադրություն է իսկապես, շնորհակալ ենք, որ մեզ հետ եք եւ ունենք եւս մի շատ կարեւոր հյուր, գեղեցիկ ու ազդեցիկ ելույթներ մայրաքաղաքում, մարզերում, արտերկրում, մրցելույթներ եւ պատվավոր առաջին մրցանակներ ու Grand-Prix Հայաստանի համար եւ ամենավերջում տարվա գեղեցիկ ամփոփում կարեւոր միջոցառման շրջանակներում այս շակերտներն ենք բացելու մեր հյուրի հետ Prof Art Պարային ստուդիայի ղեկավար Տիգրան Մնոյան։ Լույս առավոտի։ Բարի լույս։ Տիգրան, այստեղ ես ճիշտ ասած կավելացնեի նաև մի երկու բան, որ Պարային ստուդիայի ղեկավար, նաև իսկական հայ, իսկական լավ մարդ ու ամենահետաքրքիր գիտեք որն է, որ Տիգրանը Մնոյան այն մարդկանցից է, ով անբարուսույցներից է, ով առաջին հերթին ոչ միայն շեշտը դնում է, որ երեխաները պիտի պարեն, ձեռները շարժեն, այդ ամեն ինչը նկարվի, բոլորին ցույց տան, որ տեսեք, մենք ունենք պարը, չէ։ Առաջին հերթին դաստիարակում է հայրենասիրությունը եւ առաջին հերթին կա դիսցիպլինա, առաջին հերթին կա այն ամենը, ինչը պետք է յուրաքանչյուր երեխայի, որովհետեւ հարաբերությունները նաեւ երեխաների միջև ընկերական են։ Բացի այն, որ բոլորը հարգում սիրում են սաները Տիգրանին Մնոյան, բայց Տիգրանը Մնոյան Հայաստանի Հանրապետությունից դուրս եւ Հայաստանի Հանրապետությունում իհարկե, բայց Հայաստանի Հանրապետությունից դուրս բազմիցս բարձրացրել է Հայաստանի դրոշը շատ տասնյակ երկրների մեջ մեծ պայքարի մեջ լինելով, բայց դա միշտ չէ որ տենց աղաղակել են եւ բարձրաձայնել են։ Այսօր փորձեցինք դա անել եւ ամփոփել տարին ի վերջո Տիգրան Մնոյան։ Բարի լույս, շնորհակալ եմ այսքան լավ խոսքերի համար, շնորհակալ եմ ձեր գեղեցիկ տաղավարում ինձ հյուրընկալելու համար։ Չգիտեմ, լավ էր ասած։ Հավատացեք, այդ խոսքերը մենք իրականությունն ենք լուսաբանում, մենք չենք գովերգում։ Դե գիտեք, կա այնինչ կա։ Այստեղ առաքելություն կա։ Այստեղ ոչ թե գովերգելու կամ անկեղծ ասած մի քիչ էլ կաշկանդվում եմ այդ առումով, որովհետև յուրաքանչյուր մարդ իր գործով պիտի զբաղվի եւ մենք էլ փորձում ենք Աստծո տված շնորհը ներկայացնել, մատուցել եւ այդ ամեն ինչը անել համեստ շրջանակներում։ Չէ՞, սկսենք ամենասկզբից, հա, տարվա սկզբից, ինչպես սկսվեց տարին, ուր գնացինք, ինչ հաջողություններ ունեցանք, մինչև հասնենք տարվա վերջ։ Իրոք 2025 թվականը մեզ համար բավականին հագեցած, հաջողված տարի էր, երբ այսպես արդեն վերջին մեր դեկտեմբերի 6-ի ամերիկից ամփոփիչ համերգից հետո հետադարձ հայացք ենք նետում, հասկանում ենք, որ 25 թվականը բավականին հաջողված, հագեցած, լեցուն եւ մի պահ էլ ասում ենք, այս ամեն ինչը մեկ տարում էր եւ ուրախ եմ, անկեղծ ասած ուրախ եմ այդ ամենի համար։ Տարին սկսեցինք մարտ ամսից, այսինքն ելույթի մեր ելույթի համերգաշրջանը, որը տեղի ունեցավ ֆոլք մոդեռն Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի ֆոլք մոդեռն ժողովրդիկների հետ համատեղ ելույթ Հայաստանի վաստակավոր արտիստ Լևոն Թևանյանի ղեկավարությամբ շարունակեցինք նորից Հայաստանում արդեն հատուկ համագործակցությամբ, երբ շատ գեղեցիկ իմիջիայլոց արդեն երկրորդ տարին համագործակցություն ունենք արտերկրում ապրող տուրիստական կազմակերպությունների հետ, ովքեր Հայաստանը որպես տուրիստիկ երկիր ներառում են իրենց ցանկում եւ Հայաստան են գալիս բազմաթիվ երկրներից տուրիստներ ու հենց իրանց համար փաթեթի մեջ ներառում են մշակութային մաս, որը հենց մենք լցնում ենք պարային մեր համարներով, ստեղծում ենք գեղեցիկ սցենար նոյից մինչև մեր օրեր եւ դա ստանում ենք 3 լեզվով, հայերեն, ռուսերեն եւ անգլերեն եւ 2 կարևոր համերգ ունեցանք լեփլեցուն դահլիճով, որտեղ հանդիսատեսի գրեթե 95%-ը օտարներն են։ Իսկ ինչ խորհուրդ կտաք այն ծնողներին, ովքեր դեռ չեն կողմնորոշվել երեխային բերել պարի, թե ոչ։ Ոչ միայն պարի, ցանկացած տեղ երեխային տանելու համար պետք է ուսումնասիրել։ Նախ ամեն ծնող պետք է հասկանա գեները մեծ դեր ունեն, բացի այդ էլ պետք է հասկանան պետք է դա իրանց թե չէ, իրենց երեխան սիրում է դա թե ոչ եւ փորձելը վտանգավոր բան չի։
պետք է փորձել։ Ցանկացած ուղղվածության տարեք, փորձեք, հնարավոր է երեխայի դուրը գա, հնարավոր է դուրը չգա, հնարավոր է ստացվի, հնարավոր է դա ժամանակ պահանջի, այնպես որ խորհուրդ կտամ ոչ մեկի խորհրդին չլսել, առաջնորդվել հենց ամեն ծնող պետք է ինքը ինֆորմացվի, թե ուր է տանում իր երեխային, կլինի բարի սպորտի, թե ինչ որտեղ, յուրաքանչյուր ծնող պետք է լսի ինքը իրեն։ Սա իմ կարծիքն է, որովհետև մեկի խորհրդով տանել միտեղ եւ այդ շատ թանկարժեք ժամանակը ծախսել ու արդյունքում ստացվի, որ դա իմաստ չուներ, ափսոս է ուղղակի եւ ժամանակը եւ կյանքը երեխայի համար։ Դրա համար կարելի է փորձել, շարժվել, լինել ճկուն, չտանել, թողնել երեխային եւ ասել դե լավ, մի բան կանի, ես մի հատ շոփինգս անեմ, սուրճս խմեմ, ինձ հետևեմ, չէ, երեխան արդեն իսկ պատասխանատվություն է, եթե դու ունես երեխա, արդեն իսկ ունես պատասխանատվություն եւ պետքա քո գործը որպես ծնող լիարժեք կատարես։ Գնանք Հայաստանի Հանրապետությունից դուրս, այն կարևոր Հանրապետությունից դուրս այս տարի բավականին շատ երկրներում եղանք, Էմիրատներում եղանք, որտեղ ներկայացրեցինք հայկական մշակույթը, այնուհետև երկրորդ տարին անընդմեջ Կիպրոսի Հանրապետությունում գտնվեցինք, առաջին անգամ միջազգային ֆեստիվալ էր, այս տարի երկուսը մեկում ստացվեց, համազգային միության Սիփան պարախմբի հրավերով գնացինք, ունեցանք Լառնակա քաղաքի կենտրոնում մեծ համերգ, հայկական համերգ, որտեղ 1000-ից ավել հանդիսատես կային, այնուհետև Լիմասոլում մասնակցեցինք միջազգային փառատոնի, մայրաքաղաք Նիկոսիայում նույնպես հայկական լավ երեկո ունեցանք, հետո գնացինք Վրաստանի Հանրապետություն, մեր փոքրերի դասարանը այնտեղ հանդես եկավ, բավականին փոքր, բայց ճստիկ են, բայց պստիկ են, բավականին պարտավորեցնող եւ շատ adekvat մոտեցան գործին, լավ ելույթներ ունեցանք, Բուլղարիայում էինք օգոստոսին, սեպտեմբերին Միացյալ Նահանգներում էինք, 10-ից ավել նահանգներում մշակույթի փոխանակման ծրագրում էինք եւ արդեն հոկտեմբերին մենք 2015 թվականից ունենք համագործակցություն արաբական երկրների հետ եւ սա էլ բացառություն չէր, այնտեղ անցկացվեց երիտասարդների ասիական պետությունների երիտասարդների օլիմպիական խաղերը, որտեղ մշակութային բացման մեջ Պրոֆարտի 32 արտիստ ունեցավ ներգրավվածություն, ես էլ բեմադրական աշխատանքներում նույնպես ունեցա ներգրավվածություն, այսինքն դա շատ մեծ պրոյեկտ էր եւ բացառիկ էր իր տեսակով, քանի որ չլինելով օլիմպիական խաղերի մասնակից երկիր, Հայաստանից մենք մասնակցեցինք մշակութային առումով, իհարկե դա սպորտ է, բայց պետք էր հանդիսավոր բացում, որտեղ ներկա են երկրի ղեկավար կազմը Բահրեյնում, 46 պետություն ուղիղ եթերով նայում էր այդ մշակութային մասնակից պետությունը, այսինքն բավականին հաջողված պրոյեկտի մասնակցեցինք։ Եվ ամփոփեցինք դեկտեմբերի 6-ին մեր տարին Հակոբ Բարոնյանի անվան թատրոնում, ունեցանք ամանորյա արդեն տրամադրություն, ամանորյա համերգ, այսպես։ Խնդրեմ, Ինչ առաջիկա պլաններ ունեք, որ կարող եք կիսվել մեզ հետ։ Առաջիկայում ֆորմատային փոփոխություն պիտի կատարենք եւ մեր բարային ստուդիայի սաների համար դա նորություն պետք է լինի։ Չեմ ցանկանա բացել բաղագծերը ու կարծում եմ իրենք էլ մեզ դիտում են։ Ինտրիգան պետք է պահել։ Սպասեն, առաջիկայում շատ պիտի աշխատենք, իրականում առաջին 3 ամիսը պիտի տրամադրենք նոր բեմադրությունների, բոլոր դասարաններում ծրագրային արդեն ռեֆորմի, փոփոխության եւ ամռանը մեր արդեն համերգին կունենանք ամբողջովին նոր ֆորմատ եւ երեխաների, եւ ծնողների, եւ պահուստների համար։ 2026-ը ձիու տարի է արագաշարժության, աշխատասիրության, կարծում եմ Ձինխերը։ Մուրազը, այո։ Տիգրան, նայեք, նա բացի այն, որ դուք շատ ուժեղ մեծ կապի մեջ եք հայ համայնքների հետ, որոնք կարծում եմ իրենց, միգուցե չասեմ մեծ դերը, բայց իրենց դերն ունեն այդ համագործակցությունը սաներին Հայաստանի Հանրապետությունից դուրս տանելը, բայց ինչն է շատ հետաքրքիր, այսինքն դուք նշեցիք, որ արաբական երկրներն են շատ հետաքրքրված, այսինքն նրանք գերված են մեր
մշակույթով, մեր բարով ու այստեղ երկու երնեք միտեղ է ստացվում, հա, նաև մաքսիմալ դուք ծանոթացնում եք արտերկրում օտարազգիներին մեր մշակույթը, մեր պատմությունը, երգը, պարը, մաքսիմալ մոտեցնում եւ ծանոթացնում եք մեր արմատներին։ Արաբական երկրներում ամենևին էլ մեր պարով գերված չեն, պետք է լինեմ անկեղծ։ Այնտեղ իրենք համագործակցում են մեզ հետ ոչ հայկական պարի շրջանակներում։ Մեր արտիստները այնտեղ ելույթ են ունենում ինչպես արաբական ֆոլկլորի ուսումնասիրում եւ ցուցադրություն, այնպես էլ ժամանակակից ոճով, այսինքն կոնկրետ Բահրեյնի օլիմպիական խաղերում մենք հայկական պար չենք ներկայացրել։ Դե ֆորմատների ներկայացրել ենք բացման շոու, որը 10 օր այնտեղ ամենօրյա ռեժիմով փորձեր ենք արել, բեմադրել ենք եւ ներկայացել ենք։ Այսինքն հիմնական համագործակցությունը կա այնտեղ շոուների մեջ է, այլ ոչ ազգային մշակույթի ներկայացման։ Այլ ֆորմատներով, որտեղ լինում են միջազգային ֆեստիվալներ, այնտեղ բնականաբար ներկայանում ենք հայկական ազգային մշակույթով։ Դե տեսել են հայկականը, ոնց է կանդրամալ վստահել։ Պետական մակարդակով, երբ որ ստանում ենք հրավեր, այնտեղ չենք պարում հայկական։ Պարում ենք միայն այն, ինչ անհրաժեշտ է տվյալ շոուին, այսինքն սցենարային բեմադրություն ենք։ Շատ լավ, շնորհակալ ենք շատ Տիգրան, ժամանակ եք հատկացրել եկել եք մեր մոտ ու վերջում ինչ կմաղթեք, ամփոփում ենք, փակեցինք տարին 15 օրից արդեն 2026 թվականն է, ինչ կմաղթեք մեր հեռուստահայտողին, հայ ժողովրդին, ձեր սրտի խոսքը, մաղթանքը, ձեր երեխաներին, սաները, որոնք ձեզ դիտում են այս պահին եւ առասարակ բոլորին։ Ես ցանկանում եմ շնորհավորել մեր հայ ազգին եկող տարվա ամանորի Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ կմաղթեմ խաղաղություն մեր երկրին, բարօրություն, մեր ազգին համբերություն, իմաստություն, որը շատ կարևոր է եւ շատ պետք է եւ շատ սեր մեկ-մեկի հանդեպ շատ սիրեն իրար, որովհետեւ դա իրոք պակասում է մեզ։ Մենք պետք է թողնենք չարը, վատը, նախանձը եւ զինվենք սիրով, համբերությամբ իրար հանդեպ պատրաստական լինենք օգնելու իրար, ձեռք մեկնելու եւ կարծում եմ կուժեղանանք այդպես։ Միանշանակ։ Շնորհակալ ենք շատ։ Մեր հյուրն էր Պրոֆարտ Պարային ստուդիայի ղեկավար Տիգրան Մնոյանը, իսկ մեր եթերն այսքանով ցավոք սրտի ավարտվեց, բավականին հաճելի, հետաքրքիր, տպավորիչ, ֆանտաստիկ եթեր ունեցանք։ Իսկ այսօր երկուշաբթի դեկտեմբերի 15-ը մենք կերտին կհանդիպենք այս տաղավարում, կողջունենք ձեզ, կարթնացնենք ձեզ եւ թե ովքեր լինելու մեր հյուրերը, ինչից ենք խոսելու, կիմանաք դա վաղ ձեզ լավ օրվա շարունակություն։